Խսեք մեկ լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Երկար ժամանակ եմ մտածում եմ, ինչու է Կալուգացի օլիգարխը շարունակում կրկնել 300,000 ադրբեջանցու տխմար թեզը, եթե ինքն էլ տեսնում է վստահաբար, որ ոչ ոք չի հավատում այդ լիակատար ապուշությանը։ Բայց եթե այլ տեսանկյունից նայենք, եթե Կալուգացի օլիգարխին նայենք ոչ թե որպես անկախ մտածող անձի, այլ ինչ-որ մեկի կատարածուի, որին տեքստը գրում են, դնում են դեմը, ինքն էլ կարդում է, ամեն ինչ ընկնում է տեղը։ Այդ 300,000 ադրբեջանցու թեզը Հայաստանում չի գրվել, գրվել է այլ տեղ, որտեղ լավ չեն պատկերացնում մարդիկ Հայաստանում, ինչ են մտածում, ինչի են հավատում, ինչ չեն հավատում։ Նույն տեղում է գրվել, չգիտեմ, թունավոր սնկերի թեզը, նույն տեղում է գրվել է թեզը, ըստ որի իբր Հայաստանը օրինակ, չգիտեմ, չի դիմել հապկին կամ բան, թե չէ հապկը պատրաստ էր մեզ օգնել, սրիկա Հայաստանը չդիմեց հապկին ու այսպես շարունակ։ Ընդ որում, այդ թեզը գրողները այն նույն մարդիկ են, ովքեր Անդրանիկ Թևանյանի համար են թեզեր գրել, Ծառուկյան Գագիկի համար են թեզեր գրել, Ռոբերտ Քոչարյանին են ասել կգնաս կմտնես Հայաստանի քաղաքական դաշտ արա։ Այդ նույն մարդիկ են ու այդ նույն տեղերից են այդ թեզերը գալիս։ Բայց կա մի շատ կարևոր բան, ժողովուրդ ջան, սրանց բոլորին այս լրտեսական եռագլուխ պատերազմի կուսակցությանը եւ իր ղեկավարներին չպետք է թողնենք, որպեսզի նրանք հասցնեն փախնել Հայաստանից։ Հունիսի 8-ին պետքա իրանք աղաչեն մեզ, որ թողենք իրանք փախնեն ու չեք թողել։ Նարեկ Կարապետյան տեսահարցազրույց ես տվել։ Ասել ես Ալեն Սիմոնյանը բան կստանա ու վերադաստիարակությունից ես խոսացել։ Լսի, ուժեղ տղա, դուխդ չի հերիքում ու ուղիղ խոսաս։ Բա որ դուխդ չի հերիքում, խես բերանդ բացում։ Քո նման շատերը կային։ Ազգային ժողով գալուց առաջ մեծ խոսում էին։ Հիմա դահլիճ են վախենում մտնեն։ Գալիս շուտ կնոպկ են սխմում, փախնում են։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, տղա ջան։ Եթե նենց ստացվի, որ դուխդ հերիքի մանդատդ վերցնես, եթե իհարկե հայտնվեք ազգային ժողովում, ես քեզ խոստանում եմ։ Մենք քեզ ազգային ժողովում առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք։ Տեղական օլիգարխը, նույն ինքը համապատասխան Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարել է, թե Հայաստանում խաղաղություն չկա, գոյություն չունի, խայտառակված վիճակում ենք։ Այդ դեպքում հարց է ծագում, այս ոչ խաղաղ ու խայտառակված պայմաններում ինչով են զբաղված Ծառուկյանն ու նրա որդիները։ Ու բանից պարզվում է ինչ, մարդիկ կերակոցներ են արձակում։ Գագիկ Ծառուկյանի որդին կերակոցներ է արձակել Ծաղկաձորում։ Ընդ որում կրակել է ոչ թե Հայաստանի հակառակորդների ու թշնամիների վրա, այլ կրակել է հայերի վրա։ Ավելին, Ծառուկյանի որդին կրակոցները արձակելուց հետո փախել է երկրից, խուսափել է պատասխանատվությունից։ Նույն ժողովրդասեր ու հայրենասեր Գագիկ Ծառուկյանի որդին տևական ժամանակ է թաքնված է Բելարուսում։ Խուսափում է վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ստիպված չլինի դատարանում իր անմեղությունը ապացուցի ու կրի քրեական պատասխանատվություն։ Բա պարոն համապատասխան օլիգարխ, բա ոնց է տենց ստացվում։ Այդքան ժողովրդի մասին մտածող եք, բայց ժողովրդի վրա եք կրակում։ Դուք էլ իշխանության չեք, արդեն կրակում եք մարդկանց վրա։ Բա որ վաղը իշխանություն վերցնեք, ինչ եք անելու։ Փողոցներում մարդկանց եք գյուլելու։ Դրա համար եք իշխանություն ուզում։ Իսկ իրականում ժողովուրդ ջան, սա այն ընդհանրական պատկերն է, որ սպասվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Եթե Աստված մի արածցե Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին ու Սամվել Կարապետյանին հաջողվի Հայաստանում իշխանություն վերցնել։ Բայց ծոծորակները կտեսնեն, իշխանության երես չեն տեսնի։ Դեն սիրելի հայրենակիցներ, Ռոբերտ Քոչարյանը ասուլիս տվեց եւ փորձեց հերքել այն ամեն ինչը, ինչը անհերքելի է, ներկայացնել, որ բանակում այն ինչ որ ես ներկայացրել եմ իրականությանը չի համապատասխանում, որ բանակը եղել է մարտունակ, բայց ցավը կանում է անում, որ բանակում ես մենակ չէի ծառայում եւ առնվազն մեր զորամասում 1250 հոգանոց դա բրիգադա էր, 1250 հոգի առնվազն մարդ կար եւ այդ կազմը ամեն 6 ամիսը մեկ համալրվում էր նոր մարդկանցով եւ միակ տեղը չէր հոկտեմբերանի զորամասը, որտեղ ուտելիքի խնդիրներ կան։ Չանադառնամ, չմանանամ, այդ
խոսակցությանը, ես չէ որ մեր ժողովրդին, այն մարդկանց, ովքեր որ ծառայել են այդ տարիներին, պետք է պատմեմ, ասեմ նաև որ Քոչարյանը իրեն թույլ է տվել իմ հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ինքը դրա համար պատասխան է տալու, ես հայցով կդիմեմ դատարան եւ ինքը հրապարակայնորեն ինձնից ներողություն է խնդրելու եւ այն գումարը, որ ինքը կփոխհատուցի, այդ գումարից ես գումար կհատկացնեմ, կանանձնացնեմ եւ ծաղիկներ կխոնարհեմ մարտի 1-ի հուշարձանի մոտ եւ հոկտեմբերի 27-ի հուշարձանի մոտ եւ կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդ, որ երբևիցե Հայաստանի Հանրապետությունում ընտրված չի եղել որևիցե պաշտոնի, իրավունք չունի որևիցե հայ մարդու, հայ ժողովրդի ներկայացուցիչի վիրավորի, առավել եւս ինձ, ես ի տարբերություն իրեն ընտրված պաշտոնյա եմ, եթե ինքը խնդիրներ ունի, որ ես ասում եմ, որ ինքը չի ընտրվել երբևիցե Հայաստանի Հանրապետությունում որևիցե բարձր պաշտոնի, կարող է դիմել դատարան, ես մեծ հաճույքով այդ դատական գործի մեջ կներքաշվեմ եւ մենք քննարկենք արդյոք Ռոբերտ Քոչարյանը երբևիցե Հայաստանի Հանրապետություն որևիցե ընտրություն է հաղթել թե ոչ, բայց ես վստահ եմ, որ ինքը այս խոսակցության մեջ չի մտնի։ Փոխարենը ինքը պետք է պատրաստվի հրապարակայնորեն ներողություն խնդրի ինձանից, լավ կլինի նաև հայ ժողովրդից ներողություն խնդրի այն ամեն ինչի համար ինչ որ ինքը եւ իր շրջապատը արել են հայ ժողովրդի գլխին իր կառավարման 10 տարիների ընթացքում։ Շնորհակալություն, լավ մնացեք։ Գյումրիում եմ հիմա, սիրելի գյումրեցիներ, վաղը ամբողջ օրը լինելու եմ Գյումրիում, Քայլերթի եմ լինելու, հրավիրում եմ բոլորիդ մասնակցելու Քայլերթին, ու սենց մի հատ բան էլ ասեմ, ժողովուրդ ջան, նկատում եմ որոշ մարդկանց կողմից, մարդկանց վրա որոշակի ճնշումներ, այդ ամեն ինչը վերացնել է պետք, այդ ամեն ինչը վերացնել է պետք մեր ճիշտ քայլով, վախի մթնոլորտը տեղ չունի այլևս Հայաստանի Հանրապետությունում, որը որ ժամանակին մենք դուրս ենք շպրտել Հայաստանի Հանրապետությունից ու չպետք է այլևս թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետությունում որևիցե բան լինի ճնշման, վախի մթնոլորտի մեջ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է ինքնուրույն որոշում կայացնելու, թե ինքը ում ընտրի, ինքը ինչ անի, ինքը որ պահին որտեղ լինի։ Առավոտվանից սիրով սպասում եմ բոլորիդ, մնացած մանրամասը ինչ խոսք հիմա ունեմ, ընթացքային կասեմ ժողովուրդ ջան, լիքը կարևոր բաներ ունենք իրար հետ խոսալու, առավոտվանից սպասում եմ բոլորիդ։ Բազմազավակ ընտանիքներին հարկերն էլ տեսեք ոնց են անելու։ Էլի հատուկ ծրագիր ենք մշակել։ Այսօր հարկ վճարողը ամեն մարդ ինքը հարկ վճարողը, իր հարկ վճարողն է, անհատական, չէ՞։ Բազմազավակ ընտանիքի դեպքում մենք տրամաբանությունը փոխում ենք։ Հենց 4-րդ բալիկը ծնվեց, ինչա տեղի ունենում։ Ամբողջ ընտանիքը սկսում է որպես մեկ միավոր դիտվել։ Եվ ինչա լինում, հարկերից ոնց է նվազում, ամեն երեխու համար հարկերից նվազում է։ Ինչ նկատի ունեմ։ Օրինակ, 300,000 դրամ ստանում է կինը, 300,000 դրամ ամուսինը։ Ունեն 4 երեխա։ Բարև ձեզ, Արման։ Ուրախ եմ։ Ունենք 4 երեխա, հարկերը իջավ 50 պատկացեք ամեն երեխուն 50,000 դրամ պետք է իջնի։ Գումարում ենք իրար այդ երկու աշխատավարձերը, դարավ 600,000։ Ամեն երեխու համար 50,000 հանում ենք։ Եղավ 200,000։ 600,000-ից իջավ 200,000, դարձավ 400,000։ Այսինքն այդ ընտանիքը արդեն պետք է վճարի ոչ թե ամուսինը 300,000, կինը 300,000, երկուսը իրար հետ 600, այլ երկուսը միասին պետք է վճարի 400,000։ 600-ից իջանք 200։ Ամեն երեխա, ու տենց ինչքան երեխեքը շատանում են, 6 երեխա 300,000-ա դառնում։